Բարյոսելի քույր եղբայրներ ջան, եկեք փոքր հավելում ունենանք, հավելումը ավելի մեզ կօգնի առավել ճիշտ հասկանանք քրիստոնեական կյանքում կիրառականը, այսինքն եկեղեցում հավատացյալի եղած հարաբերությունը։ Երբ որ մենք ասում ենք հարաբերություն, երկու կողմը կա, եւ հավատացյալի հարաբերությունը Աստծո հետ եւ նաեւ Սուրբ Երդության եւ նաեւ հավատացյալի հարաբերությունը մյուս քրիստոնյաների հետ, որովհետեւ Հռոմեացիս 12-ից մինչեւ 15-րդ գլուխ առաքյալն անդրադառնում արդեն կիրառականի մեր հարաբերությունների։ Օրինակ, եթե նայեք արդեն 4-րդ համարից 12-րդ գլխի առաքյալը ասում, որովհետեւ ինչպես մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք, տեսնում եք, մեկ մարմին եւ շատ անդամներ, եւ այդ ամեն անդամները միևնույն գործը չունեն, այսինքն նրանք տարբեր ֆունկցիոնալ դերեր ունեն, եւ սա նույնն է։ Դրա համար, երբ որ մենք ասում ենք աստվածաշնչյան հավատացյալի հարաբերություն, մենք հասկանում ենք, որ այդ հարաբերությունը առաքյալը վերցնում է Սուրբ Երդության միջի եղած հարաբերությունից։ Տեսեք, մենք գիտենք, որ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին մեկ Աստված են, աստվածային մեկ բնությունով։ Նրանք չունեն նման բնություններ, նրանք երեք աստվածներ չեն։ Մեկ Աստված, նույն, ոչ թե նման, այլ նույն աստվածային բնությունով, մեկ աստվածային բնությունով, դա համար որպես աստվածային բնությունով նրանք հավասարազոր են, նույն գերիշխան է։ Սակայն նրանք այդ Սուրբ Երդությունը, այդ մեկ Աստվածը մեզ ներկայանում է Աստվածաշնչում 3 տարբեր անձերով, որոնք ունեն տարբեր ֆունկցիոնալ դեր։ Այ հենց այս ֆունկցիոնալ տարբեր դերերն են նպաստում են, որ մենք տեսնենք նրա միջև եղած հարաբերությունը, այսինքն 3 անձերի միջև եղած հարաբերությունը։ Եվ այս հարաբերությունից արտադրվում է նաև մեր հարաբերությունը դեպի Աստված եւ նաև մյուս հավատացյալները։ Օրինակ, եթե մենք ուզում ենք իմանալ ինչպիսի հարաբերություն պիտի ունենա որդին հոր հետ, մենք այն վերցնում ենք Քրիստոսի հարաբերությունը դեպի Հայրը։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք Քրիստոս, այստեղ երբ որ մենք անդրադառնում ենք Սուրբ Երդության դոկտրինին, շատ կարևոր է ամեն մի բառի նշանակությունը իմանալ, որովհետև ամեն մի բառը իր մեջ պարունակում է մեծ բովանդակություն։ Երբ որ մենք ասում ենք Քրիստոս, դա նույն օցիալի հայերեն օցիալ հասկացողության հունարեն տարբերակն է Քրիստոս, եբրայերենի Մեսիա, այսինքն Մեշուա, այս տարբերությունն է։ Դրա համար երբ որ մենք ասում ենք Քրիստոս, արդեն իսկ հասկանում ենք մի անձ, ով իր մեջ կրում է երկու կատարյալ բնություններ, կատարյալ աստվածային եւ կատարյալ մարդկային բնություններ։ Այդ Քրիստոսի մասին խոսքը։ Դրա համար, երբ որ մենք խոսենք արդեն որդու հարաբերությունը հոր հետ, այդտեղ շատ կարևոր է մենք հասկանանք, մենք խոսում ենք Քրիստոսի հարաբերությունը հոր հետ, թե հավիտենական որդու հարաբերությունը, որովհետև այո, Քրիստոսը նաև հավիտենական որդին է, ով նաև մարդանալով դառավ մարդու որդի։ Բայց երբ որ մենք ասում ենք Քրիստոս, այս երկու բնությունները արդեն միացած ենք ասում, բայց երբ որ մենք խոսում ենք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու մասին, հավիտենականությունում, երբ որ որդին դեր մարդկային մարմին չուներ, չէր մարդացել, հարաբերությունը կար Հոր հետ։ Եվ այստեղ կարևոր է, այո, նրանք նույն հավասարազոր Աստվածն են, մեկ Աստված է, սակայն այս տարբեր ֆունկցիոնալ դերում մենք միշտ տեսնում ենք որդու շեշտը դրված հոր հեղինակության վրա։ Ինքը միշտ բարձրացնում է հոր հեղինակություն որպես ֆունկցիոնալ դեր, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Տեսեք, այստեղ կարևոր է, որ մենք զանազանենք, այսինքն Հիսուս Քրիստոսը որպես որդի չդարձավ մայրամից ծնվելով։ Քրիստոսը որպես որդի, Աստծո երկրորդ անձը, այն հավիտենական է որպես որդի, իր ֆունկցիոնալ հավիտենական դերն է որպես որդի։ Այսինքն, որ մենք ասում ենք Աստված, մենք հասկանում ենք Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Արդեն նոր կտակարանային հայտնությունը առավել մեզ խոսում է երրորդության մասին։ Հին կտակարանում Աստված այդ գործոնը չի անում, որովհետև հին կտակարանում Աստված դեռ լուծում է պոլիտեիզմի հարցը։ Այսինքն, թե Աստված հին կտակարանում ներկայանար որպես դոկտրինով, այսինքն ցույց տար իր անձը որպես երրորդություն, մի քիչ խնդիր կներ, որտեվ ընկալումը հավատացյալի այդ դարաշրջանի ընկալումը սխալ է, որտեվ մարդիկ արդեն հավատում էին տարբեր աստվածների։ Հիմա երբ որ Աստված ներկայացներ երրորդությունը, մի գուցե շփոթվեր մարդ, այսինքն մարդու ընկալման մեջ սխալ կընկալվեր, 3 աստվածներ կընկալվեին։ Դրա համար արդեն նոր կտակարանում մենք տեսնում ենք, որ Քրիստոսի գալով առավել արտահայտվում է երրորդության սկզբունքը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին որպես մեկ Աստված, ոչ թե 3 աստվածներ։ Սա կարևոր է։ Ուրեմն մենք երկրպագում ենք մեկ Աստծուն, ով մեզ հայտնվում է 3 անձերով, տարբեր անձերով, որոնք ունեն տարբեր ֆունկցիոնալ դեր։ Եվ այս ֆունկցիոնալ տարբեր դերերն են նպաստում է, որ մենք տեսնենք դրա միջև եղած հարաբերություն։ Այդ հարաբերությունը արտադրվում եւ արտաբերվում է դեպի քրիստոնեական հարաբերություններ։
Սա շատ կարևոր է։ Ուրեմն հայրը եւ որդին հավիտենականությունում ունեն ֆունկցիոնալ տարբեր դեր։ Նորից եկեք հիշենք, նրանք մեկ Աստված են հավասարազոր, գեր զորությունով մեկ Աստված են, մեկ Աստված։ Բայց այստեղ խոսքը գնում է նրանց ֆունկցիոնալ տարբեր դերերի, նրանց տարբեր անձերի մասին։ Այս մեկ Աստվածը 3 անձով է մեզ ներկայանում, որոնք ունեն տարբեր ֆունկցիոնալ դեր։ Մի քանի անգամ եմ կրկնում, որովհետեւ մենք չփոթենք, խոսքը չի գնում 3 Աստվածների մասին։ Խոսքը գնում է մեկ Աստծո մասին, մեկ Աստվածային բնություն ունեցող Աստծո մասին, ով ունի 3 տարբեր անձեր։ Այսինքն այդ Աստվածը 3 անձերով է ներկայանում, որոնք ունեն տարբեր ֆունկցիոնալ դերեր, գործող դերեր տարբեր։ Հայրը, օրինակ, արարիչն է, ծրագրողը, նախասահմանողը, որոշողը։ Մենք տեսնում ենք որդին հոր ծրագրածը իրականացնողն է, այն ճարտարապետն է արարչագործության մեջ։ Սուրբ Հոգին մենք տեսնում ենք այն մասնակիցը, շինարարն է արարչագործության։ Օրինակ ես տեսնում ենք Հոգին ջրերի վրա շրջում էր։ Տեսեք, այս ամենը շատ կարևոր է մենք ընկալենք։ Այո, նրանք նույն մեկ Աստվածն են, բայց ունեն տարբեր ֆունկցիոնալ դերեր։ Այսինքն մենք տեսնում ենք այս երրորդության գործոնը եւ արարչագործության մեջ, եւ մարդու գործի մեջ, եւ մարդու փրկagorցության, եւ սրբացման, եւ փառավորման մեջ միշտ տեսնում ենք այս 3 անձը տարբեր ֆունկցիոնալ դերերի կիրառումով։ Դրա համար նաեւ հավատացյալների կյանքում արդեն իսկ երբ որ մենք անդրադառնում ենք 12-րդ գլխից արդեն կիրառականի մինչեւ 15-րդ գլուխը, կտեսնենք հարաբերությունը եւ մանավանդ որ մենք երկրորդ համարում արդեն կարդացինք, որ մեր միտքը պետք է նորոգվի, մենք պետք է ունենանք Քրիստոսի միտքը, որպիսի հասկանանք Աստծո կամքը, որպիսի մեր զոհաբերությունը, մեր կյանքը որպես Աստծո զոհասեղանին դրված հասկացողությունով ծառայություն, որը մեր երկրպագությունը Աստծուն ընդունելի լինի։ Այդ ժամանակ մենք պետք է հասկանանք Աստծո կամքը, բայց Աստծո կամքը հասկանալու համար մենք պետք է ունենանք Քրիստոսի միտքը։ Դա Արաքյալը երբ որ ասում է նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, ի նկատի ունի Քրիստոսի մտածելակերպով առաջնորդվեք։ Այս սա կարևոր է։ Դրա համար Քրիստոսի մտածելակերպ այս կոնցեպտը արտաբերելով մեզ համար կարևոր է հասկանալ Քրիստոսը ինչպիսի հարաբերություն ունի հոր հետ։ Մենք կտեսնենք սա եւ Քրիստոսի ֆունկցիոնալ դերը բնորոշվում է հոր հեղինակությունը բարձրացնելով, նրան հնազանդվելով։ Մեկ Աստված նույն զորությունով, բայց տեսնում ենք տարբեր դերեր եւ այս դերերի մեջ ֆունկցիոնալ դեր տեսնում ենք որդին հնազանդվում է հորը։ Ամենավերջի ծայրահեղ աստիճանով մինչև մահ մարդկության համար իր անձը զոհաբերելով։ Բայց մենք տեսնում ենք, որ որդին երբ որ խոսում է իր գալու մասին, չի ասում ես ավտոմատ կերպով, քանի որ նույն Աստվածն էի, որոշեցի գայի։ Ինքը ասում է հայրը ուղարկեց, հայրը տվեց։ Ես չեկա իմ կամքը անելու, այլ ես եկա հոր կամքը անելու։ Հիսուսը կարող ասել, ես եկա մեր կամքը կատարելու։ Ինքը չի ասում այդպես, ասում է ես եկա որպես որդի հոր կամքը կա։ Ուշադիր տեսնում եք, որ ինքը բարձրացնում է հոր դերը։ Սա ֆունկցիոնալ դերն է, դրա համար հարաբերությունները քաղված է այդտեղից։ Եթե մենք սուրբ երրորդության դոկտրինը չընկալենք, մեզ համար շատ դժվար կլինի հասկանալ ում մենք ընդօրինակում, ով է մեր օրինակը։ Քրիստոսը որպես որդի, այն հանդիսանում է որդիների միջի առաջնեկը։ Այսինքն շատ Աստծո որդիներ Քրիստոսին են նմանվելու ոչ թե աստվածային բնությունով, այլ որպես որդի, որպես մարդ, կատարյալ մարդկային բնություն, բայց այն Ադամը վերջի, որ փորձություն անցավ եւ իր արդարությունը շտորեց մյուսների վրա։ Այսինքն մենք նմանվում ենք Քրիստոսին, այդ նմանվելով էլ մենք համարվելու ենք Աստծո որդիներ։ Այս սա շատ կարևոր կոնցեպտ է, որ մենք հասկանանք։ Հիմա մենք կանադառնանք Հովանու ավետարանին, որովհետեւ Հովանու ավետարանը առավել արտահայտում է Քրիստոսի աստվածությունը եւ Քրիստոսի մեսիական տիտղոսը։ Նորից հիշեք, երբ որ ես ասում եմ Քրիստոս, ի նկատի ունեմ արդեն մեկ անձի մեջ միությունը երկու կատարյալ բնությունների, կատարյալ Աստված եւ կատարյալ մարդ։ Եվ այստեղ մենք կանադառնանք նաև նրա կամքին, որտեղ խոսքը գնալու է կամքի մասին, ինչպես է Քրիստոսը որպես մարդ իր կամքը հնազանդեցնում հոր կամքին, աստվածային կամքին։ Տեսեք, Քրիստոսը ինքը նույն Աստվածն է, ունի նույն աստվածային կամքը, բայց Քրիստոսը չի խոսում իր աստվածային կամքի մասին։ Քրիստոսը երբ որ խոսում է հոր կամքին հնազանդվելու մասին, խոսում է որպես մարդ ունենալով մարդկային կամք, հնազանդեցնում է այն աստվածային կամքին։ Տեսեք, ինչքան կարևոր է սա հասկանալ։ Իհարկե, Քրիստոսի երկու կամքի մասին, դա արդեն 6-րդ տիեզերական ժողովի ժամանակ Կոստանդինոպոլիսում այն կայացավ։ Կանադառնանք որոշ առումով այդ սկզբունքներին, թե ինչ դոկտրիններ գրանցվեց եւ կանադառնանք այն աստվածաշնչյան հատվածներին, որոնցից դա գրանցվեց։ Այսինքն այստեղ օդի մեջ չեն մարդիկ որոշե աստվածաշունչն է, մեզ դա հայտնի։ Օրինակ, որպեսզի առավել մենք հասկանանք, երբ որ մենք խոսում ենք բնությունների մասին,
Շատ կարևոր հասկանանք, որ բնությունը ինքը ուղղակի չի կարող արտահայտվի, եթե այն անձնավորություն չլինի։ Բնությունը այն հատկություններն են, այն հատկությունների ամբողջությունն է, որ մենք ասում ենք աստվածային բնություն, հասկանում ենք գերիշխանություն, սուվերեն ընտրություն, ամենակարողություն, գերիմաստություն, սա հատկություններն են, սա աստվածային բնությունը, բայց այդ բնությունը կամք չունի, կամք ունի անձնավորությունը, ով կրում է այդ բնությունը։ Կամքը արտահայտում է անձը, լիչնեստ, իպաստասիս, այսինքն հունարեն, որտեղ կա ուսիոս եւ կա իպաստասիս, ուսիոս դա բնությունն է, էությունը, իպաստասիս դա անձն է, տարբեր իպաստասիաներ, այսինքն տարբեր անձեր, սակայն մեկ ուսիոս, մեկ աստվածային բնություն։ Տեսնում եք ինչքան կարևոր է սա։ Ուրեմն տեսեք, երբ որ մենք անդրադառնում ենք աստվածային բնության, մենք հասկանում ենք, որ այդ աստվածային բնությունը ապայման պիտի արտահայտվի անձի միջոցով։ Դա համար Քրիստոսը մեկ անձնավորություն է, ով իր մեջ կրում է երկու կատարյալ բնությունների միություն։ Քրիստոսը երկու անձնավորություն չի, մեկ անձ է, որպես որդի, ով կրում է կատարյալ աստվածային բնությունը եւ կրում է միության մեջ կատարյալ մարդկային բնությունը։ Դա համար որպես կատարյալ Աստված Քրիստոսը գերիմաստություն ունի, բայց որպես կատարյալ մարդ Քրիստոսը աճում է իմաստության մեջ։ Տեսեք, հիշում եք, երբ որ մենք անդրադարձանք Սուրբ Երրորդության, մենք ասացինք, որ այդ մեկ անձնավորության մեջ այդ երկու կատարյալ բնությունները միացված են, բայց անխառն են։ Սա իդիոմատում կոմունիկացիոն իդիոմատում, այսինքն տեսեք, այս կոմունիկացիոն իդիոմատուս, այս հասկացողությունը նշանակում է երկու բնությունների միություն, սակայն անխառն, այսինքն ինչ է նշանակում անխառն։ Քրիստոսի կատարյալ մարդեղությունը չի ազդում Քրիստոսի կատարյալ բնության վրա աստվածային եւ չի փոքրացնում այն, չի սահմանափակում նրա աստվածային բնությունը։ Եվ Քրիստոսի կատարյալ աստվածային բնությունը, այսինքն իր կարողություններով հանդերձ, չի զորացնում նրա մարդկային կատարյալ բնությունը։ Այսինքն բնությունները իրար վրա ազդեցություն չունեն, նրանք միացված են մեկ անձի մեջ, բայց չեն խառնված իրար։ Այսինքն մեկը մյուսի վրա ազդեցություն չունի։ Երբ որ Քրիստոսը օգտագործում է իր աստվածային բնությունը, իհարկե այն խոսում է իր աստվածային կամքի մասին։ Բայց երբ որ Քրիստոսը օգտագործում է իր մարդկային բնությունը որպես կատարյալ մարդ, Քրիստոսը որպես կատարյալ մարդ չի կարող օգտագործի աստվածային բնությունը։ Ինքը օգտագործում է կատարյալ մարդկային բնությունը, այսինքն ինքը որպես մարդ պիտի սկսեր քայլել սովորել, պիտի սկսել խոսել սովորել, որտեղ Քրիստոսը որպես մարդ պիտի աճեր։ Ինքը կատարյալ մարդ է, կատարյալ բառը սերես չի վերագրված նրա գեր սուպեր մարդ լինելուն։ Կատարյալ նշանակում է ամբողջական մարդ, ոչ կիսով չափ, այլ ամբողջական մարդ, մեր նման կատարյալ մարդ։ Ոչ թե կիսով մարդ, կիսով Աստված, ոչ, կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված։ Երկրի վրա իր Քրիստոսը, իր մեսիական, այսինքն այդ Քրիստոս ընկալումը անցնում է որպես կատարյալ մարդ, որպես երկրորդ Ադամ, որպիսի մեր օրինակը լինի, եւ այդ կատարյալ անցման մեջ, այդ ընթացքի մեջ փորձության որպես մարդ, երբեք չի օգտագործում նրա աստվածային բնությունը, այսինքն Քրիստոսը իր աստվածային բնության շնորհիվ չի որ փորձությունները հաղթահարում։ Եթե իր աստվածային բնության շնորհիվ փորձությունները հաղթահարեր, նա մեր օրինակը չէր լինի։ Ինքը պիտի այնպես ասի, ինչպես մենք ենք ասում փորձությունը, որպեսզի մեր օրինակը լինի։ Քրիստոսը իր փորձություններն ասում էր որպես կատարյալ մարդ, Սուրբ Հոգու զորությունով, ինչպես մենք, մարդ Սուրբ Հոգու զորությունով կամ Սուրբ Հոգու ներգործությունով։ Ինչպես Սուրբ Հոգին օգտակար էր Քրիստոսին, այնպես նույն Սուրբ Հոգին օգտակար է նույն ձևով մեզ։ Սա մեր օրինակն է, դրա համար Քրիստոսը ոչ մի բանով եղբայրներից տարբեր չի, բացի մեղքի բնությունից։ Մենք մարդ ենք, մեր մեջ կրում ենք նաև մարդկային մեղավոր բնություն։ Քրիստոսը նույն մարդն է առանց մեղավոր բնության, բայց այստեղ մեղավոր բնությունը գործոն չի, որ մենք տարբերությունը տեսնենք։ Մենք ունենք մեղքի հակում, Ադամից ժառանգած։ Քրիստոսը ունի մարդկային բնություն եւ ունի այդ ստեղծագործ պահանջը ուտելու, ինտիմ հարաբերության, տեսնում եք իրեն պաշտպանելու, սա մարդկային բնության, սա ստեղծագործ բնություն է։ Եվ երբ որ Քրիստոսը փորձվում էր սատանայի կողմից, չէր փորձվում մեղավոր բնությունով, այլ փորձվում էր նրա
տվարная природа, նրա ստեղծագործ բնությունը, ուտելու հատկությունը, ինտիմ հարաբերության հատկությունը, իրեն պաշտպանելու հատկությունը, սա է փորձվում Քրիստոսի մոտ, ինչպես նաև մեր մոտ։ Մեր մոտ չի փորձվում մեր շատակերության հատկությունը։ Մեր մոտ փորձվում է մեր ուտելու հատկությունը, որով մեզ մղում է շատակերության, այսինքն մեղքի։ Սրանք շատ կարևոր է, որ մենք հասկանանք, այսինքն Քրիստոսը ամբողջական անցավ այդ փորձությունները եւ այդ օրինակով մենք կարող ենք անցնել Քրիստոսի նման, դիլով Քրիստոսի նման։ Դա համար ինքը հանդիսանում է մեր օրինակը։ Դա համար նաեւ հարաբերությունների մեջ ինքը հանդիսանում է մեր օրինակը հոր հետ հարաբերության առումով։ Ինչպիսին էր Քրիստոսի հարաբերությունը հոր հետ։ Այն կատարյալ էր հնազանդության մեջ։ Ինչպիսին է սերը դեպի հայրը, որովհետև այն կատարյալ հնազանդությունով նշանակում է կատարյալ սեր ուներ դեպի հայրը։ Որքանով որ մենք հնազանդ ենք Աստծո խոսքին, այնքանով մենք սիրում ենք հորը, այնքանով մենք սիրում ենք Աստծուն։ Այսինքն այս սկզբունքները շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Ուրեմն, երբ որ մենք ասում ենք բնություն, բնությունը ինքնըստինքյան չի կարող կամք արտահայտի։ Բնությունը պետք է միացված լինի անձնավորության, որ այդ անձնավորության միջոցով կամքը արտահայտվի։ Այսինքն բնությունը դա ուղղակի կարողություններ եւ հատկությունն է։ Կատարյալ աստվածային բնություն նշանակում է կատարյալ Աստված, եթե այդ կատարյալ Աստվածը անձը իր անձով կարտահայտի այդ աստվածային կամքը։ Եթե այդ բնությունը կատարյալ մարդկային է, իր անձով, որը միացված է այդ բնության, այսինքն բնությունը, որը կրում է այդ անձը, կարտահայտի իր մարդկային կատարյալ կամքը։ Դրա համար Քրիստոսի մեջ մենք տեսնում ենք երկու կամք, օրինակ, երբ որ Քրիստոսը Գեթսեմանի պարտեզում ուղղակի աղոթքի ժամանակ 3 անգամ եւ քրտնելով եւ քրտինք հարյան կաթիլ դառած կաթալով աղաղակում է հորը, հայր, եթե կարելի է այս բաժակը ինձանից անցնի, ասա ուղղակի մենք տեսնում ենք երկու տարբեր կամք։ Քրիստոսը աղոթում է որպես կատարյալ մարդ, ով չի ուզում մահանա։ Տեսեք, ինքը նույնպես հակառակ կամքեր կա։ Աստվածային կամքն է, որպեսզի Քրիստոսը խմի այդ բաժակը, չարչարանքները եւ մահը հանձն առնի մարդկանց փրկության համար, բայց Քրիստոսը որպես մարդ իր կամքի մեջ հորն աղաղակում է, հայր, եթե կարելի է չմահանամ, բայց ոչ թե ինչպես ես կամ որպես մարդ ես եմ կամենում, այլ ինչպես քո կամքը, այսինքն իր մարդկային կամքը հնազանդեցնում է հոր կամքին, այսինքն այստեղ Քրիստոսը իր աստվածային կամքի մասին չի խոսում, որտեղ կա այսպիսի մեկնաբանություն, որ Քրիստոսը իր մարդկային կամքից անդրադառնում է իր աստվածային կամքին, ոչ, Քրիստոսը իր մարդկային կամքից ուղղակի անդրադառնում է հոր աստվածային կամքին եւ ասում է, հայր, իմ մարդկային կամքը համաձայնվում է քո աստվածային կամքի հետ, այսինքն փրկությունը կատարելու հարցում։ Եկեք մի քանի համարներ նայենք, որովհետեւ մենք հասկանանք, ես ինչի համար սա ասացի, որ մենք հասկանանք, որովհետեւ շատ քիչ ենք այս մասին խոսում եւ շատերը չգիտեն։ Այո, Քրիստոսը մեկ անձնավորություն է, որը իր մեջ կրում է երկու կատարյալ բնությունների միություն եւ ամեն կատարյալ բնություն իր կամքը արտահայտում է անձի միջոցով։ Դրա համար Քրիստոսի անձը կարա, եթե աստվածային բնությունն Քրիստոսը աստվածային բնությունով է օգտագործում, Քրիստոսը օգտագործում է իր աստվածային կամքը։ Այս պարագայում է, որ Քրիստոսը ասում է, գնա քո մեղքերը քեզ ներված են։ Մարդը չի կարող մեղքեր ների։ Քրիստոսը սա ասում է իր աստվածային բնության, իր կամքից ելնելով։ Բայց երբ որ Քրիստոսը աղաղակում է հորը, մենք տեսնում ենք, որ այն խոսում է իր մարդկային կամքից, կամ երբ որ Քրիստոսն ասում է երկրորդ գալուստի մասին, ոչ ոք չգիտի նաև որդին, բայց միայն հայրը։ Քրիստոսը որպես կատարյալ մարդ ինքը ունի աստվածային կատարյալ հասկացողություն, ինքը որպես կատարյալ մարդ իմաստության մեջ դեռ աճում է։ Բայց որպես կատարյալ Աստված ինքը ամեն ինչ գիտի, բայց որպես կատարյալ մարդ Քրիստոսը ամեն ինչ չի որ գիտի։ Ճիշտ եք հասկանում ինչի մասին է խոսքը։ Այստեղ է ամբողջ խնդիրը, որ մենք պետք է սա հասկանանք։ Հիմա երկրի վրա Քրիստոսը մեծ մասամբ անցնում է որպես կատարյալ մարդ, որտեղ սա է նրա Քրիստոսի տիտղոսը, մեսիական տիտղոսը, որպեսզի որպես երկրորդ Ադամ անցնի այն փորձությունները, որտեղ առաջի Ադամը ընկավ, անցնելով այս երկրորդ փորձությունները, ինչա որ անցավ Ադամը, ձեռքաբերում արդարություն, որն էլ շնորհում է իրեն հավատացողներին, բայց այդ իրեն հավատացողների մեղքը վերցնում է իր վրա եւ վճարում է իր մահով։ Հիմա եկեք որոշակի հատվածների նայենք։ Հիմա ուշադիր նայեք հատվածները։ Ես կվերցնեմ առաջին Հովանու 3-րդ գլխի 16 համարը Նիկոդեմոսի ուղղված խոսքեր։ Նիկոդեմոսին ինչպես է Քրիստոսը ներկայացնում հորը։ Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այստեղ երբ որ խոսքը գնում է, որովհետև Աստված այնպես սիրեց, խոսքը գնում է հոր մասին, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց։ Որդին չի որդին տալիս, երներս, հայրն է որդին տալի։
Այսինքն ուշադիրն է, Քրիստոսը չի ասում ավտոմատ կերպով, քանի որ մենք նույն Աստվածն ենք, ես եկա։ Քրիստոսը տեսեք բարձրացնում է հորդերը, որովհետև Աստված Հայրը այնպես սիրեց աշխարհը, որ իր որդին տվավ։ Ինչ եք դուք տեսնում։ Հայր, ով ունի որդի, որը իր միածինն է եւ ամենասիրելին է եւ տալիս է։ Ինչի մասին է խոսում Քրիստոսը։ Հոր սիրո մասին ուղղված դեպի աշխարհ, դեպի մարդկային, դեպի մարդը, հնկած մարդը։ Տեսնում եք, այսինքն Քրիստոսի արդեն իսկ, տեսեք, այստեղ կարևոր է տեսնել Քրիստոսի հարաբերությունը հոր հետ։ Քրիստոսը հորն է ներկայացնում, որովհետև Հայրը Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ։ Սա շատ կարևոր է, որ տեսնեք։ Սա շատ կարևոր է։ Տեսեք, մենք կարող ենք ասել, որ այստեղ որովհետև Աստված իհարկե երրորդությունը այնպես սիրեց աշխարհը, բայց Քրիստոսը սա չի անում։ Իհարկե մենք գիտենք, որ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին մեկ Աստված է, ով սիրեց աշխարհը, բայց Քրիստոսը այստեղ շեշտը դնում է հոր սիրո վրա։ Հայրը այնպես սիրեց, որ տվեց իր միածին որդին։ Տեսնում եք։ Սիրելիներս, սա հասարակ բան չի։ Սա ամենակարևոր վարդապետությունը, որ մենք Աստվածաշինչ քաղում ենք Սուրբ Երրորդության մեջ եղած հարաբերությունից։ Տեսեք, մենք կընթերցենք մի քիչ հետո, որ Հայրը ուղարկեց որդին, եւ Քրիստոսը այս մասի խոսում է։ Քրիստոսը չի ասում ես եկա, ասում է Հայրը ինձ ուղարկեց եւ ես չեկա իմ կամքը անելու, այլ հորս կամքը։ Քրիստոսը կարող ասել ես եկա իմ կամքը կատարելու, ճիշտ է, կամ ես եկա հոր կամքը կատարելու, բայց ինքը շեշտում է ես չեկա իմ կամքը կատարելու, այլ ես եկա հոր կամքը կատարելու։ Սա յուրահատուկ է, սա ուղղակի շեշտ է, թե ինչպես է Քրիստոսը հոր հեղինակությունը բարձրանում որպես ֆունկցիոնալ տարբեր անձեր որդի, հոր հեղինակությունը բարձրացնում է, ցույց է տալի իր հնազանդությունը դեպի Հայրը։ Տարբեր հատվածներ կնայենք։ Տեսեք։ Ուշադիր նայեք 16-17-ը։ Տեսեք ինչպես է համարը մեկը մյուսին ամբողջացնում, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, ներկայացնում է հոր սերը, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք, այսինքն որդուն հավատացողը չկորչի, կամ հոր տալը հավատան, որ Հայրը տվեց որդին, այսինքն որդին հոր տվածն է։ Եվ 17-ում, որովհետև Աստված իր որդին չուղարկեց աշխարհ։ Տեսեք ինչ ասում, որովհետև որդին չեկավ, որովհետև Աստված իր որդին չուղարկեց աշխարհ, որ աշխարհը դատե, այլ որ աշխարհը նրանով փրկվի, ով Հայրը։ Տեսնում եք, այսինքն այստեղ Քրիստոսի խոսքը ուղղված է հոր հեղինակությանը։ Հիմա ուշադիր նայեք այս երկու հատվածների մեջ առավել կարևոր սկզբունք, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, ինչպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ։ Տեսնում եք հոր սերը իր միածինի հանդեպ այս հատվածում։ Այնպես սիրեց, որ նույնիսկ իր միածին որդին տվավ, իր սիրելի որդին տված։ Այսինքն այստեղ նաև տեսնում ենք Հայրը ինչպես է սիրում որդուն եւ նաև Հայրը ինչպես է սիրում աշխարհը, որ իր սիրելի որդուն է տալի։ Տեսնում եք հարաբերությունը։ Տեսեք հարաբերությունը, այստեղ սիրո մասին, այսինքն սա ասում է որդին։ Որդին չի խոսում իր անձից, որդին միշտ բարձրացնում է հոր, այսինքն որդին խոսում է հոր սիրո մասին։ Կա հատված, որ որդին խոսում է իր սիրո մասին, բայց այստեղ որդի հեղինակությունը շեշտը դրված է հոր սիրո մասին, որ Հայրը սիրում է որդուն եւ նաեւ սիրում է աշխարհը եւ այդ որդուն, որին սիրում է, այդ աշխարհին, որ սիրում, այդ սիրելի որդուն տալիս է այդ սիրելի աշխարհի համար։ Տեսնում եք սա կարևոր է։ Ինչ խնդիր կա, որpիսի դուք ընկալեք, թե ինչի համար եմ ես անդրադառնում երրորդության ֆունկցիոնալ դերերին եւ նրանց հարաբերության։ Եթե մենք ասենք, այո, որովհետև Աստված այնպես ասկա, որովհետև Սուրբ Երրորդությունը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին այնպես սիրեցին աշխարհ, որ միածին որդին տվավ, մենք այստեղ չենք տեսնի այս Սուրբ Երրորդությունը ներկայացնելով, չենք տեսնի որդու եւ հոր հարաբերությունը, չենք տեսնի հոր սերը դեպի որդին եւ չենք տեսնի հոր սերը դեպի աշխարհը եւ չենք տեսնի դեպի աշխարհի սիրո չափանիշ, այնպես սիրեց աշխարհը, որ իր որդին միածին տվեց։ Մենք սա չենք տեսնի։ Դրա համար Քրիստոսը հատուկ ասանում ցույց տալու համար, այսինքն տեսեք, եթե մենք խոսենք երրորդության սիրո մասին, չի երևա հարաբերությունը։ Հատուկ Քրիստոսը սա անում է, որպեսզի ցույց տա ով է Հայրը, ով է Որդին, ով է Սուրբ Հոգին եւ ինչ ֆունկցիոնալ դեր ունեն նրանք փրկության գործի մեջ։ Հայրը այնպես սիրեց, որ իր որդին տվեց,
որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, որովհետև հայրը չուղարկեց իր որդուն, որ որդին դատե, այլ որ որդին աշխարհը փրկե, որդին հավատացողը աշխարհը փրկի։ Տեսեք, շատ կարևոր է, որ մենք սա տեսնենք։ Ինչի պետք է մենք հարցնենք։ Ես միշտ փորձում եմ ավելի կրճատ անեմ, որպեսզի առավել հասկանանք, որովհետև Սուրբ Երրորդությունը որդի չունի, հայրը որդի ունի, ճիշտ հասկացեք, Սուրբ Հոգին որդի չունի, հայրը որդի ունի, այսինքն Քրիստոսը չի անդրադառնում երրորդության, երբ որ ասում է Աստված այնպես սիրեց, Քրիստոսն անդրադառնում է շատ նոր կտակարանում շատ հատվածներ, երբ որ Քրիստոսը խոսում է Աստված բառը օգտագործելով, ինքը օգտագործում է հոր տիտղոսը, որպես հայր։ Մի քանի հատվածներ մենք կնայենք։ Այսինքն, ես ինչ եմ ուզում, դու այս փոքրիկ հատվածի մեջ դուք չեք նայես, այսքան ժամանակ միգուցե այս հատվածը, այս Սուրբ Երրորդության տիտղոսի միջոցով։ Բայց այստեղ հարաբերությունն է շեշտված, որովհետև հայրը այնպես սիրեց աշխարհը, որտեղ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տավ։ Այո, հայրը, որդին եւ Սուրբ Հոգին մեկ Աստված են, նույն զորությունով, ոչ պակաս, ոչ ավել։ Սակայն այստեղ Սուրբ Երրորդության 3 տարբեր անձերի միջոցով Քրիստոսը մեզ ներկայացնում է հոր սերը, ներկայացնում է որդու սերը նաեւ, ներկայացնում է հոր սերը դեպի մարդկությունը։ Սա շատ կարևոր է տեսնել։ Այսինքն, որպեսզի առավել հասկանանք, որդին չունի որդի երրորդության մեջ։ Սուրբ Հոգին չունի որդի Սուրբ Երրորդության մեջ։ Հայրը ունի որդի, որ ուղարկեց, որ տվեց։ Տեսնում եք, հայրը, տեսեք տարբեր 3 ֆունկցիոնալ դերեր, որոնցով է արտահայտվում հարաբերությունը, սիրո հարաբերությունը։ Երբ որ մենք ասում ենք Աստված մեզ սիրեց, որտեղից ենք մենք սա ասում, որտեղ Հիսուսը ասեց, որ հայրը ձեզ սիրեց, ինչպես ինձ սիրեց, այնպես ձեզ սիրեց, ինչպես ինձ փառավորեց, որ փառքը տվեց ինձ, այդ փառքը նաև տվեց ձեզ։ Տեսնում եք, եթե մենք Սուրբ Երրորդության սկզբունքները չտեսնենք, մենք չենք տեսնի ինչ արել հայրը, ով է հայրը։ Այսինքն այս ֆունկցիոնալ տարբեր դերերով մենք տեսնում ենք ով է հայրը, ով է որդին, ով է Սուրբ Հոգին եւ ինչ ֆունկցիոնալ եւ ինչ դեր ունեն նրանք մարդկային փրկության գործում եւ սրբացման գործում։ Մեր Աստծո հետ եղած հարաբերության մեջ ինչպիսի գործոն է որդու հարաբերությունը հոր հետ գործում։ Այս սա կարևոր է եւ դա հանդիսանում է մեր օրինակը, ինչպես որդին է սիրում հորը, ինչպես հայրն է սիրում որդուն, այնպես մենք հասկանում ենք, որ մենք սիրում ենք հորը, պետք է սիրենք հորը եւ այդպես հայրը սիրում է մեզ որպես որդիների։ Հիսուսը ասում է, ինչպես հայրը ինձ սիրեց, այնպես ձեզ սիրեց։ Սա շատ կարևոր է, մենք տեսնենք սա արդեն Հովհաննես 17-րդ գլխում։ Եկեք շարունակենք։ Հիմա առավել ուշադիր նայեք, տեսեք։ 16 եւ 17-ը, որը ամբողջացնում է 16-ին։ Ինչով է ամբողջացնում 17-ը 16-ին։ Եթե 16-ում ցույց է տալի հոր սիրո մասին, խոսում է հոր սիրո մասին, որ այնպես սիրեց, որ իր որդին տվեց, 17-ում Քրիստոսը ցույց է տալի թե նպատակը, թե ինչի հայրը որդուն տվեց, որպեսզի ոչ թե դատի աշխարհը, այսինքն սա ցույց է տալի, որ հայրը սիրում է աշխարհը, որ ոչ թե դատի աշխարհը, այլ որդուն տվեց, որ որդու միջոցով փրկի աշխարհը։ Տեսեք, երկու հատված եք մեկ նայել։ Այդ հատվածի մեջ ֆունկցիոնալ դերերի միջոցով, անձերի տարբեր անձերի հարաբերության միջոցով Քրիստոսը ցույց է տալի հոր սերը դեպի աշխարհ եւ ցույց է տալի որդուն տալու նպատակը, ինչ է ուզում այդ սերը, ինչ է ուզում անի աշխարհին։ Այդ հոր սերը դեպի աշխարհ ուզում է փրկի աշխարհը։ Այս սա շատ կարևոր է, որ մենք տեսնենք։ Եվ այստեղ ուրիշ հատվածներ, երբ որ մենք գնայինք, կտեսնենք մյուս հարաբերությունները ինչպես է ձևավորվում Սուրբ Երրորդության մեջ։ Հիմա արդեն ժամանակ անցավ, սիրելիս, մոտավորապես 28 րոպե եղավ։ Եկեք այս հավելումը նորից շարունակենք, երկրորդ հավելումը նրանք, որպեսզի ավելի խորը սա տեսնենք։ Ուրեմն մեր նպատակն է, որպեսզի անդրադառնանք արդեն քրիստոնեական եկեղեցու մեր կիրառականին, մեր հարաբերություններին, մենք պետքա տեսնենք հոր հարաբերությունը որդու հետ, որդու հարաբերությունը հոր հետ, որդու հարաբերությունը Սուրբ Հոգու հետ, հոր հարաբերությունը Սուրբ Հոգու հետ։ Այսինքն մենք այս հարաբերությունները երրորդության մեջ չենք տեսնում, ի վերջո մենք չենք հասկանում, թե այդ հարաբերությունների առումով ով է մեր օրինակը, ում պիտի ընդօրինակենք։ Հոր հետ մեր հարաբերության մեջ պիտի տեսնենք որդու հարաբերությունը հոր հետ։ Իրար այդ հարաբերության մեջ
պիտի տեսնենք որդու հարաբերությունը մեր եղբայրների հետ կամ մեր հետ։ Նոր մենք այս հարաբերությունից, դրա համար ասում են ինչպես Քրիստոսը ձեզ ներեց, այնպես ամեն մեկը իրար ընդունեցեք, ինչպես Քրիստոսը ձեզ ընդունեց։ Տեսեք, Քրիստոսը ինչի մեզ ընդունեց, որտեղ Հայրը տվեց Քրիստոսին մեզ։ Հայրը մենք պատկանում էինք Հորը, Հայրը մեզ, որ իր սեփականությունը տվեց իր որդուն, որպեսզի որդին իր կյանքը մեզ համար տա եւ պահի մեզ այս աշխարհում։ Հիշում եք, նաեւ Հիսուսն աղոթում, Հայր, պահի նրանց այս աշխարհում, քո խոսքով սուրբ արանած։ Այսինքն սրանք հարաբերություն է, այդտեսա մենք տեսնում ենք ինչպես է մեզ սրբացնում Աստված երրորդության որ անձի միջոցով, ինչ ֆունկցիոնալ դերի միջոցով եւ ինչ հարաբերություններ է արտադրվում այդ հարաբերությունից։ Մյուս եկեք մյուս զայրագրությունը հիմա վերջացնենք սա։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։